Տիկին Պողոսյան, նախ ինչպես կգնահատեք քարոզարշավի ընթացքը, քանի որ քարոզարշավը այսպես հատել է հասարակածը, ինչ գնահատականներ ունեք, ինչպես է ընթանում, քաղաքացիները, բնակիչները ինչպես են արձագանքում, ինչ խնդրանք պահանջներ ունեն կառավարությունից, Նիկոլ Փաշինյանից։ Շատ լավ եմ գնահատում քարոզարշավը եւ պետք է ասեմ, որ սա անակնկալ չի մեզ համար, քանի որ մենք այս տարիների ընթացքում անընդհատ մարդկանց հետ շփումների մեջ ենք եղել, անընդհատ մարզեր ենք այցելել, հանդիպումների մեջ ենք եղել ու մեզ համար անակնկալ չի այսպիսի ջերմ, լավ ընթացքը քարոզարշավի, լավ ընդունելությունը տարբեր, բնակավայրերում մեր երկրի ու բնականաբար այսպես էլ շարունակվելու է վստահ եմ քարոզարշավը։ Ընդ որում ես ձեզ պետք է ասեմ, որ հիմնականում մեր եւ քաղաքացիների շփումը քարոզարշավի շրջանակներում հիմնականում բացի ծրագիրը ներկայացնելուց նաև կատարած աշխատանքի գնահատականն է։ Շատ դեպքերում անգամ մենք չենք հասցնում մարդկանց հետ խոսել թե մեր կատարած աշխատանքից, այլ նրանք են մոտենում մեզ եւ շնորհակալություն հայտնում ամենաառաջինը խաղաղության համար, այն ամեն ինչը որ արդեն մարդիկ ապրում են, տեսնում են, զգում են առողջապահության, համընդհանուր ապահովության հետ կապված մենք Երևանում եւ մարզերում բակեր ենք մտնում եւ երևի թե այդպիսի բակ շատ քիչ բակեր կան, որ մենք չենք տեսնում վերանորոգված երեխաների համար նոր ամենանորագույն ձևի մեթոդներով պատրաստված բակեր եւ այն բակերում է, որը դեռևս չկա, համենայն դեպս նախատեսվում են։ Հիմնականում ես դες պետք է ասեմ, մարդկանց կողմից լսում ենք շնորհակալության խոսքեր ու ժամանակ չի մնում անգամ մեր հետագա ծրագրերից խոսելու։ Այսօր Հայաստան է ժամանում Մարկո Ռուբիոն թրիփի հետ կապված կարևոր փաստաթղթեր ստորագրելու, այսպես ավելի առարկայական դարձնելու այդ կարևոր նախագիծը նախորդին այդ հայտարարությունից հետո, ինչպես պարոն վարչապետն է նշում, պատերազմի եռակողմ կուսակցության ներկայացուցիչներից մեկը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը, հայտարարեց, որ Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան մեկ անգամ եւս նեղացնելու միտում ունի Ռուսաստանին։ Դուք եք այդպես կարծում։ Ես ճիշտ ասած արդեն այդ ընդդիմադիր շրջանի առաջնորդների խոսույթներից չեմ զարմանում, որտեղ երկրում երբ ինչ որ լավ բան է տեղի ունենում, նրանք պետքա պարտադիր ինչ որ փորձեն բացասական բաներ տեսնել, ու ընդհանրապես կարիք չկա Ռուսաստանի իրավապաշտպանը լինել Հայաստանի Հանրապետությունում, պարոն Քոչյանը կարող է իր ուսերից թափ տալ այդ պարտականությունը, որովհետև կարիքը չկա, որովհետև մենք ոչ մի երկրի հետ չենք վատացնում մեր հարաբերությունները, մենք իրականացնում ենք բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն, ինչի արդյունքն է նաեւ TRIP նախագիծը եւ այն ինչի մասին, որ մենք խոսում էինք, հիմա տեսնում ենք, որ արդեն քայլեր են ձեռնարկվում, անգամ ես ես պետք է ասեմ, սպասված ժամանակից էլ ավելի շուտ։ Մենք տեսնում ենք ապաշրջափակման արդեն արդյունքները եւ բնականաբար սա եւս կարեւորագույն այցերից մեկն է Հայաստանի Հանրապետություն եւ մեր քաղաքացիները շատ լավ այդ ամեն ինչը տեսնում են ու արդեն պտուղները քաղում են ու ես վստահ եմ, որ շատ շուտով, երբ ամբողջովին ապաշրջափակումը կիրականացվի, մեր առօրյա, մեր կյանքի վրա, մեր տնտեսության վրա բոլորս կզգանք։ Ընդդիմության ներկայացուցիչները, որին նաեւ վերջերս շատ հաճախ անդրադառնում է վարչապետ Փաշինյանը, խոսում են 300,000 անգամ այդ թվերը ավելի մեծացնելով մի քանի 100,000 մինչև միլիոնի հասնող ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին։ Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում, այդ տեղեկատվությունը բարձր աստիճաններով, բարձր մակարդակներով հերկվել է։ Այս նարատիվները տարածելու նրանց նպատակը ո՞րն է։ Նպատակը ուղղակի խոճապ ստեղծելն է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ իրենք այս տարիների ընթացքում անընդհատ անում են, բայց ես իմ գնահատմամբ մեր քաղաքացիները բավականին խոհեմ են ու իրենց այդ մանիպուլյացիաներին չեն ենթարկվում, դա բացարձակապես սիրելի հայրենակիցներ սուտ է, նման բան գոյություն ունենալ չի կարող։ Ես նաև մի քանի օր առաջ լսեցի, որ ինչ որ չեմ հիշում ոնց էր գրված, որ կարևորագույն հայտարարություն է,
Սամվել Կարապետյանը տարածել, խոսքը գնում էր նրա մասին, որ եթե իրանք կան իշխանության, թույլ չեն տալու Հայաստանի Հանրապետությունում օտար քաղաքացիներ գույք ձեռք բերեն։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին էլ այդ օրենքը մենք ունենք, ով ոչ ոք չի պատրաստվում օտարերկրացիներին գույք վաճառել, իրենք իրենց ես չեմ հասկանում, ուղղակի իրենց PR-ով, իրենց խոսույթով է զբաղվում, որովհետև բավականին ծիծաղելու իրավիճակում են գտնվում։ Ավելի լավ է իրենք չխոսեն կամ երբ դիմում էին AI-ին, արհեստական բանականությանը, միգուցե այդպես ավելի ճիշտ էր։ Ինչքան ընտրությունները մոտենում է, ես կարծում եմ նրանց ռեյտինգը իրենց նաև խոսելու հաշվին էլ ավելի ընկնում է։ Դրա համար ուղղակի անհիմն խոսակցություններ են։ Եթե անգամ Ադրբեջանի նախագահն է հերքում այդ լուրերը, ես չգիտեմ, ինչ կարգի մարդ պետքա չունենա այլևս խոսելու բան, մարդկանց հետ շփվելու ձև ու ինչ կարգի մարդ պետք է չճանաչի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Ես որովհետև այս ընթացքում որ լսում եմ իրենց խոսույթը, իրենք ուղղակի այսինքն մեր միջին վիճակագրական կանգնած քաղաքացուն, հիմա որ տեսնում ենք, իրենք ուղղակի չեն ճանաչում։ Նաև կցանկանայի խոսեինք Ուժեղ Հայաստան կուսակցության մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջին համարը վարչապետի թեկնածուն ըստ ընտրական օրենսգրքի եւ սահմանադրության Նարեկ Կարապետյանն է, բայց Ուժեղ Հայաստանի բոլոր անդամները նաև համակիրները իրենց կուսակցության եւ հաջորդ վարչապետ տեսնում են Սամվել Կարապետյանին։ Այն դեպքում, երբ նա անգամ ընդգրկված չէ, ընտրական օրենսգրքով չի թույլատրվում նրա մասնակցությունը ընտրական process-ներին, այս մասին ինչ-որ բան կասեք։ Այո, իհարկե, տեսեք, իրեն արդեն դիմում են պարոն վարչապետով մի քանի հոգի կամ ինքը իրեն ասում է, որ ես հաջորդ վարչապետն եմ, սիրելի հայրենակիցներ, սա այն դեպքում, երբ ինքը անգամ իրեն ցուցակում ընդգրկված չէ։ Այն դեպքում, որ ինքը չի կարող լինել ոչ падգամավոր, ոչ վարչապետ։ Սա եւս մանիպուլացնելու ձև է, ընդ որում իրենց առաջին համարը Նարեկ Կարապետյանը, եղբոր որդին, որի հետագայում հա նաեւ падգամավոր անգամ լինելու հարցը դեռևս քննարկելի է, քանի որ վերջերս նաեւ փաստաթուղթ հրապարակվեց, որ նա եւս ունի նաեւ այլ երկրի քաղաքացիություն, ինչը որ մեր սահմանադրությունը մերժում է։ Եթե մենք միամիտ լինենք եւ մտածենք, որ իրենք ովքեր որ ասում են Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետ կամ ինչ որ վարչապետի թեկնածու է, եթե միամիտ լինենք մտածենք, որ իրենք տեղյակ չեն մեր սահմանադրությունից, պետք է ասենք, որ մարդկանց չմանիպուլացնեն եւ իրազեկենք, որ մի քանի այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձը, մշտական Հայաստանի Հանրապետությունում բնակություն չունեցող անձը չի կարող լինել վարչապետ եւ մի բան էլ ես ավելացնեմ, նաեւ հայերենի նորմալ չտիրապետող անձը, մենք տեսնում ենք իրենց խոսույթից, որ անգամ հայոց լեզվին նորմալ չեն տիրապետում, չնայած այդպիսի նախագահ մենք ունեցել ենք, որը կարելի ասել նորմալ չի տիրապետել հայոց լեզվին, բայց ունեցել ենք նախագահ, բայց այդ էջը փակվել է եւ այլևս նման թեկնածուները Հայաստանի Հանրապետությունում տեղ չունեն։